Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին անցնում ենք հաջորդ գլխին, այսինքն ուրեմն 12-րդ գլխին եւ ես կարդամ առաջի տեքստից ու մենք սկսենք մեր քննարկումը։ Ուրեմն Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 12-րդ գլուխը կոչվում է Գումարների եւ ուրիշների ստեղծումը։ Շրի Մայտրեյան ասաց. «Օй Մաստուն Վիդուրա, մինչև այժմ ես քեզ պատմել եմ Աստծո գերագույն ազնվորության կալա կամ ժամանակի ասպեկտի փառքի մասին։ Իսկ այժմ ես քեզ կպատմեմ այն մասին, թե ինչ է արարել Տեր Բրահման, ով վեդայական իմաստության պաշարի կենտրոնակետն է։ Սկզբում Բրահման ստեղծեց տգիտության այնպիսի ձևեր, ինչպիսիք են ինքնախաբեությունը, ահվան վախը, հույսերի փշրվելուց առաջացած զայրույթը, սեփականության կեղծ զգացումը, ինչպես նաև կյանքի պատրանքային մարմնական պատկերացումը կամ իրական ինքնության մոռացումը։ Ուրեմն տեսնում ենք, որ բավականին լուրջ տեքստ ունենք այսօր, որովհետև այստեղ արդեն շատ կոնկրետ քննարկվում են արարչագործության հոգեբանական հիմքերը եւ պատճառները։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Առաջին հերթին ասեմ, որ առաջի տեքստով Մայտրեյան ինքը ամփոփեց, չէ, եւ ասեց, որ մինչեւ այս պահը ես քեզ բացատրում էի արարչագործությունը ժամանակի, ուրեմն թե ինչպիսին է արարչագործությունը ժամանակի ազդեցության տակ, ինչու ժամանակի, որովհետև արարչագործությունը ինքը ունի սկիզբ, այսինքն ամեն մի ժամանակահատվածում, ինչ որ մի յուրահատուկ ժամանակահատվածում, տիեզերքը ինքը, նյութական աշխարհը ինքը ընդհանուր առմամբ արարվում է, հա, ուրեմն գոյություն է ունենում եւ ապա ոչնչանում։ Եվ այս սկզբունքը ինքը կիրառական է, ինչպես ասենք տիեզերքների համար, մոլորակների համար, մոլորակային համակարգերի համար, այդ մոլորակների վրա, ասենք ապրող կենդանիների անձնական կյանք, հասարակական կյանքի համար, անձնական կյանքի համար, այսինքն երբ որ ստեղծվում են քաղաքակրթություններ տարբեր տեսակի, ես նորից եմ շեշտում, որ արիացիները իրենք պնդում են, որ իրականում տիեզերքը ինքը լցված է տարբեր տեսակի կենդանիներով եւ միակ ապրողները այս առելիան ծայրածիր տիեզերքի մենք չենք։ Եթե մենք նույնիսկ սովորական տրամաբանություն միացնենք, ապա անպայման կգանք այդ եզրակացության, որ եթե իրոք Աստված կա, իսկ մենք ձեզ հետ քննարկել ենք այն տեսանկյունից, որ Աստված չի կարող չլինել, եւ դրա ամենագլխավոր ուրեմն բանը, փաստարկը կայանում է նրանում, որ ամեն տեսակի կարգավորվածություն ունի իր կարգավորողը։ Իսկ նյութական աշխարհը ինքը չափից ավելի կարգավորված է, որպեսզի համարվի, որ ինքն իրեն է կարգավորել, հա, ցանկացած կարգավորություն ուզում է բանականության աշխատանք։ Եվ սա խոսում է նրա մասին, որ նյութական աշխարհը ինքը ունի իր արարիչը։ Դրա համար ուրեմն, ինչպես տեսնում ենք, արիացիները իրենք այո, իհարկե քննարկում են այդ հարցը, թե ասենք ինչպես է արարվել նյութական աշխարհը, բայց ավելի կարևորում են, թե ինչու համար, հա, որովհետև իրականում հոգևոր կյանքը ինքը նախատեսված է նյութական աշխարհից դուրս գալու համար։ Եվ որպեսզի կենդանիակը ինքը հասկանա, թե ինքը ինչու է եկել նյութական աշխարհ, չէ՞։ Ինքը պետք է, ինչպես պիտի հեռանա նյութական աշխարհից կներեք, ինքը պետք է հասկանա, թե ինչու համար է այստեղ, ինչ պատճառով եւ ինչի համար, այսինքն ինչ պատճառով է եկել այստեղ եւ ինչ է այստեղ փնտրում, չէ՞։ Երբ որ ինքը դա հասկանում է, ուրեմն այդ դրանից հրաժարվելով ինքը վերադառնում է հոգևոր աշխարհ։ Շատ բարձ հասարակ
սկզբունք է։ Ինչ վերաբերվում է նրան, որ Մայտրեյան ինքը խոսեց դրա մասին, որ հենց իմինը ժամանակի տեսանկյունից ինքը հիմա ներկայացրեց ինչ-որ ճշմարտություններ, ապա մենք պետք է հասկանանք, որ այո, իհարկե, հենց այդպես էլ տեղի է ունենում, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տրամադրում է տարածք, չէ՞, եւ այդ տարածքում կենդանի էակները իրենք գործում են եւ այդ իրենց գործողություններն են, որ ստեղծում են այդ անհրաժեշտությունը, որ ինչ որ բանին Գերագույն Աստծո անձնավորությունը թույլ տա, որ դա ստեղծվի եւ ինչ որ բանին թույլ տա, որ գոյություն ունենա եւ հետո էլ ինչ որ բանի ժամանակը երբ որ գալիս է, ուրեմն դրա ավարտը կազմակերպի։ Այդ թեմաները ես հույսով եմ, որ ներպես էլի առաջին ընթերցման համար մենք բավականին մանրամասը դիտարկեցինք եւ հիմա Մայտրեյան ինքը անցնում է արդեն երկրորդական արարչին։ Մենք ձեզ հետ խոսել ենք դրա մասին, որ իրականում արիացիները իրենք համառորեն պնդում են, որ նյութական աշխարհի ֆիզիկական կառուցվածքը եւ նրան թե ինչպիսի օրենքների է ենթարկվում նյութական աշխարհը, դա անշուշտ Գերագույն Աստծո անձնավորության, ուրեմն բանն է, Գերագույն Աստծո անձնավորության նախաձեռնությունն է, բայց հոգեբանական տեսանկյունից, թե ինչպեսի կառուցվածք ունի նյութական աշխարհը, թե կենդանի ակները ասենք, ինչպիսի մարմիններ կարող են ստանալ, հա, ինչպիսի ցանկություններ են ուզում այստեղ իրականացնել, այսինքն այդ իր հոգեբանական կառուցվածքը դրա հիմքում դրված է կենդանի էակը։ Եվ հենց դրա համար է, որ արիացիները իրենք փաստացի առաջ են քաշում այդ գաղափարը, որ իրականում նյութական աշխարհում կենդանի էակները իրենք մասնակցություն ունեն նրանում, թե նյութական աշխարհը ինչ կառուցվածք ունի։ Սա շատ կարևոր կետ է։ Հիմա, ուրեմն, սիրելիներս, այստեղից մենք տեսնում ենք, որ ուրեմն արդեն երկրորդական բանը, այսինքն մինչև հիմա մենք տեսանք, որ արարվեցին ուրեմն ինքը նյութական աշխարհը, արարվեցին տարերքները, արարվեցին զգայարանները, որոնցից հետո պիտի կառուցվեն հատուկ, ասենք, արդեն մարմինների բազմասանությունը, չէ՞, եւ այլն, եւ հիմա արդեն հետ եկավ Տեր Բրահմային։ Մենք արդեն իսկ ծանոթ ենք Տեր Բրահմայի հետ եւ քաչ գիտենք, որ Տեր Բրահման ինքը կենդանի էակի նյութական բանականության մարմնավորումն է։ Եվ այդ, եթե կարելի է այդպես ասել, այդ պաշտոնում ծնվում է այն կենդանի էակը, որը ինքը համապատասխան տիեզերքում, ուրեմն ամենաբանական անձնավորությունն է։ Եվ ուրեմն Մայտրեյան արդեն սկսեց խոսել նրա մասին, թե ինչ արեց Տեր Բրահման։ Մի ամբողջ գլուխ մենք ձեզ հետ քննարկեցինք Տեր Բրահմայի հանդիպումը Գերագույն Աստծո անձնավորության հետ, հա, եւ այդտեղ տեսանք, որ այդ հանդիպման ընթացքում ուրեմն Տեր Բրահման ինքը, այսպես էլի, բացարձակ ներդաշնակության դաշտ մտավ Գերագույն Աստծո անձնավորության հետ, շատ լավ, այսպես պարզ հասկացողություն զարգացրեց, թե ինքը ինչով պետք է զբաղված լինի այս աշխարհում, հա, եւ արդեն անցավ իր պարտականությունները կատարելուն, այսինքն երկրորդական արարչագործությունը իրականացնելուն։ Մենք տեսանք, որ շատ հետաքրքիր գաղափար առաջ քաշվեց, որ Տեր Բրահման ինքը առաջին հերթին արարեց հիմա արդեն հոգեբանական սկզբունքները։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, սկզբում արարվեցին նյութական մարմին, այս կոպիտ մարմինը, նյութական կոպիտ մարմինը ստանալու համար անհրաժեշտ բոլոր գործոնները։
ինքը նյութական դիեզերքը, տարերքները, զգայարանները, գունաները եւ այլն, չէ՞, այսինքն օրինաչափությունները, որոնց միջոցով եւ որոշվում է, թե ամեն անգամ կենդանիակը ինքը ինչպիսի մարմին պիտի ստանա, չէ՞։ Հիմա, երբ որ արդեն հերթը գալիս է Տեր Բրահմային, տեսեք, որ ինքը կենդանիակն է եւ ինքը հիմա քաչ գիտակցում եք, թե կենդանիակները իրանք ինչի համար են գալիս նյութական աշխարհ։ Եվ ուրեմն առաջի սկզբունքը, որը այստեղ ուրեմն ներկայացվեց, ճիշտը որ ասեմ, ինձ համար ինքը անձամբ ինձ համար ինքը շատ կարևոր սկզբունք է եղել, որովհետև այս սկզբունքի վրա սովորաբար ուրիշ ոչ մի հոգևոր դաշտ այս սկզբունքի վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Մենք հիմա ձեզ հետ կսկսենք քննարկել, թե արիացիները ինչպիսի հոգեբանություն են նկատում կենդանի էակների մեջ։ Ուրեմն ինչ ասեց Մայտրեյան։ Ինքը ասեց, որ առաջին հերթին, ուրեմն Տեր Բրահման արարեց ինքնախաբեության սկզբունքը։ Այսինքն, սա նշանակում է, որ հոգեբանական տեսանկյունից մեր բոլորի նյութական գոյությունը հենված է ինքնախաբեության վրա։ Ես հույսով եմ, որ դուք արդեն կռահեցիք, թե ինչի մասին է խոսքը։ Որովհետև մենք ձեզ հետ արդեն բազմիցս խոսել ենք դրա մասին, չէ, որ կենդանի էակները իրենք գալիս են նյութական աշխարհ դժգոհ մնալով իրենց դիրքից հոգևոր աշխարհում։ Բազմիցս խոսել ենք, որ հոգևոր աշխարհում կենդանի էակի դիրքը ինքը պայմանավորված է ուրեմն հոգևոր աշխարհում կենդանի էակի դիրքը իրեն դուր չի գալիս։ Չէ՞, այսինքն շարանը այսպիսին էր։ Գերագույն աստվածավորությունը սկզբում մենակ էր։ Ինքը ուզեց վայելի իր գոյությունը եւ առաջին հերթին իր մեջից առանձնացրեց իր ներքին էներգիան, այսինքն էմոցիա կրողը, եւ այդ էմոցիա կրողը ստացավ կին աստվածուհու ուրեմն մարմին։ Իրականում իրանք բոլորը հավերժ են, էլի, այդ որ մենք այդպես հաջորդաբար ենք ասում, ուղղակի որպեսզի կարևորությունը հասկանանք, թե որը որից հետո է։ Եվ ուրեմն հայտնվեց Գերագույն Աստվածության սիրեցյալը, այսինքն այն ազնվորությունը, ում հետ ինքը էմոցիոնալ взаимодействие էմոցիոնալ դաշտում է շփվելու, հա? Եվ ուրեմն դա առաջի բազմազանությունն էր։ Հետո արարվեց մնացած ամեն ինչը։ Հիմա տեսեք, եւ այդ ամենը արվեց, այդ ամեն ինչը արեց Գերագույն Աստծո ազնվորությունը, եւ ինքը արեց, որ ինքը վայելի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, երբ որ մենք նայում ենք ուրիշ գաղափարախոսությունների կրոնական, չէ, ընդհանրապես պարզ չի դառնում, թե Գերագույն Աստծո ազնվորությանը ինչի համար էր պետք արարել այսպես կոչված դրախտը։ Ինչի համար։ Այս թեման ինքը իրականում, այո, հասկացողության համար շատ բարդ թեմա է։ Որովհետև երբ որ մենք խոսում ենք բացարձակի մասին, մենք խոսում ենք մի ազնվորության մասին, որը իր մեջ կարողանում է պարունակել երկու ծայրահեղ տարբեր սկզբունքներ։ Որովհետև մի կողմից այդ նույն արիացիների սուրբ գրվածքները իրենք հաստատում են, որ Գերագույն Աստծո ազնական բացարձակը, այսպես ասեմ այս դեպքում, որ բացարձակը ինքը ինքնաբավ է։ Այսինքն ինքը իր մեջ
բացարձակ բավարարված ազնվորություն է։ Հետո հայտարարվում է, որ հիմա ես ինչ նախադասություն ասեցի, Գերագույն Աստծո ազնվորությունը մենակ էր, ուզեց վայելի իր գոյությունը, եւ արարվեց բազմազանությունը։ Այսինքն ստացվեց, որ մի կողմից մենք ասում ենք Գերագույն Աստծո ազնվորությունը ինքնաբավ է, մյուս կողմից ստացվեց, որ ինքը ինչ որ կարիք ուներ, որի բավարարման համար ինքը եւ արարեց բազմազանությունը։ Իհարկե, փիլիսոփայական տեսանկյունից սա շատ խորը իմաստ ունի, որովհետեւ մենք կարողանանք հասկանանք, որ կենդանի էակը ինքը նախատեսված է շփման համար, որ կենդանի էակի բացարձակ երջանկությունը ինքը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ որ կան երկու գործոններ։ Մի գործոնը դա կենդանի էակներին էլ է մեզ էլ է վերաբերվում, սովորական կենդանի էակներին էլ է վերաբերվում։ Այսինքն մի գործոնը դա նա է, որ ամեն կենդանի էակ պետք է լինի իր մեջ ինքնաբավ։ Ինքնաբավ սա նշանակում է, որ ազնվորությունը ինքը իր մեջ ինքը իր հետ իր համար պետք է լինի հետաքրքիր։ Հասկանում եք։ Եվ սա ինքը ահավոր կարևոր դրույթ է, որ կենդանեակը ինքը պետք է իր համար պետք է հետաքրքիր լինի ապրել ինքը իր հետ։ Այսինքն ազնվորությունը ինքը միշտ պիտի կարողանա մնալ մենակ։ Եթե մարդը ինքը չի կարողանում մնալ մենակ, չէ՞, իսկ երբ որ մենք խոսում ենք մենակության մասին, խոսքը չի գնում նրա մասին, որ ազնվորությունը ինքը տան մեջ մենակ է, եւ օրինակ, բայց միացված է հեռուստացույցը։ Ինքը մենակ չի։ Հասկանում եք, չէ՞, ինքը մշտական դրսից ինչ որ ինֆորմացիաներ է ստանում, որոնք իրան զբաղեցնում են։ Այև որ ինքը մնում է բացարձակ լռության մեջ, բացարձակ մենակ։ Եվ այդ ժամանակ ինքը իր մեջ, ինքը իր հետ զբաղմունք ունի։ Հասկանում եք, այդ ինքը իր մեջը դա միտքն է բանականությունը, չէ՞։ Այսինքն ինքը իր մեջ մտածելու բան ունի, հասկանալու բան ունի, ինչ-որ պրոցեսների կարիք ունի, գիտակցելու, ինչ-որ բաներ գիտակցելու կարիք ունի, հասկանում եք, և երբ որ այդ ամեն ինչը ինքը տեղի է ունենում, ազնվորությունը ինքը զգում է ինքնաբավարարվածություն, այսինքն կա ժամանակ իր էության մեջ, երբ որ ինքը կարիք չունի շփման։ Հիմա, սա շատ կարևոր է, այսինքն կենդանի էակը, ինչպես եւ Գերագույն Աստծո ազնվորությունը, իրենց մեջ պարունակում են այդ երկու սկզբունքը իրար հետ, որ իրանք ինքնաբավ են եւ կարիք ունեն շփվելու։ Հասկանում եք, այսա որ ինքը երկուսն էլ ունի, դա նշանակում է մի բան, ոչ թե որ դա հակասում է իրար, այլ նշանակում է մի բան, որ կենդանի էակը ինքը միշտ պետք է կարողանա մնալ մենակ ինքը իր հետ, եւ եթե ինքը չի կարողանում մնալ ինքը իր հետ մենակ, դա նշանակում է, որ իրականում ինքը իր էությունից շեղված ազնվորություն է։ Հասկանում եք։ Եվ ոչինչով, այսինքն իր ներսը դատարկ է, ինքը ոչինչով ոչ մի բանով չունի զբաղվելու։ Եթե նույնիսկ ինչ-որ բանով ունի զբաղվելու, դա ինչ-որ բացասական փորձի ուրեմն թեմաներ են, որոնց ինքը չի ուզում մոտենա, որոնց հետ ինքը չի ուզում աշխատի։ Եվ դրա համար իրեն այսպես բան է անում, էլի, ատվլիկա այդ շեղում է, հա, ինքը իրեն շեղում է, որպեսզի այդ թեմաներին չմոտենա, հա, իսկ երբ որ ազնվորությունը ինքը մենակ է մնում, ինքը ստանում է ամենակարևոր, ցարպես մենակությունը, այսպես ասեմ, մենակությունը ինքը նախատեսված է աճելու համար, զարգանալու համար։ Հասկանում եք, եւ եթե կենդանեակը ինքը չի կարողանում մնալ ինքը իր հետ մենակ, դա այսպես միանգամից նշանակում է, որ ինքը չի կարող իրականում, այսինքն հակում չունի դեպի զարգացումը։ Եվ երկրորդ որակը դա ուրեմն բանն է, շփումն է։
Եվ կենդանեակը անպայման գալիս է մի պահ, երբ որ կարիք ունի շփվելու։ Այո, եւ այդ ժամանակ եթե ինքը, եթե մենք մարդու մասին ենք խոսում, այդ ժամանակ եթե ինքը օրինակ ասենք ուրիշ ոչ մեկին չի գտնվում, հետ կարող էր շփվել, իսկ մեր ժամանակներում շատ կան այդպիսի մարդիկ, որոնք իրենք իրենցից անկախ հայտնվում են բացարձակ միայնակ վիճակում, որովհետեւ մեր ժամանակներում ցայտուն արտահայտված է էգոիզմը, չէ՞, եւ մարդիկ հիմնականում ամեն մեկը ամենաշատը զբաղված է ինքը իրանով։ Եվ հատկապես մեծահասակ մարդիկ իրենք մնում են մենակ։ Իրականում, չէ, եթե ազնվորությունը ինքը զբաղվի ինքնաիրականացմամբ, այդ մենակությունը ինքը կդիտարկի որպես Աստծո պարգև, որ ինքը ոչ մի պարտականություն չունի, որ ինքը չունի իրան ոչ մի շեղող բան, այլ կարող է պատրաստվել հաջորդ կյանքի, այսինքն կարող է պատրաստվել մահվան, եւ այդ ընթացքում զբաղվել հոգեվորով, իր հոգեվոր առաջընթացով։ Հասկանում եք, բայց եթե ազնվորությունը իր ներսում ինքը դատարկ է, զբաղմունք չունի, չէ՞, այո, այդ ժամանակ իհարկե մենակությունը դա պատիժ է։ Հիմա այսինքն մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք պնդում են, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ունի իր մեջ այդ երկու առաջի հայացքից հակասող թվացող որակները, որ ինքը ինքնաբավ է, բայց եւ կարիք է ունեցել շփվելու։ Հասկանում եք, ուրեմն այստեղ բայց չի, ինքը ինքնաբավ է եւ կարիք ունի շփվելու։ Հիմա շփվելը նախատեսված է երջանկության համար, հա? Մենակ մնալը նախատեսված է հանգստանալու, ինչ-որ բաների շուրջ մտածելու, ինչ-որ եզրակացությունների գալու, այսինքն ապրածի փորձի հետ, ուրեմն փորձը իմի բերելու գործընթացների համար է նախատեսված մենակությունը։ Եվ ամեն մի ազնվորություն, հա, ինքը պետք է այդ երկու գործոնն ունենա։ Հիմա, սիրելիներս, տեսեք, եւ երբ որ ինքը արարում է, սա մենք բազմիցս քննարկել ենք ձեզ հետ, հայտնվում կան այնպիսի կենդանեակներ եւ նյութական աշխարհում ապրող կենդանեակների քանակությունը ինքը ցույց է տալիս, որ այդպիսի կենդանեակներ բավականին շատ են, չէ՞։ Եվ այդ կենդանեակները իրենք գալիս են այստեղ։ Երբ որ մենք այսպես նայում ենք, թե կենդանեակները ինչ են փորձում իրականացնել այս աշխարհում, չէ՞, ապա մենք տեսնում ենք, որ իրանք ամեն մի քայլափոխին փորձում են իրականացնել ուրիշ կենդանեակի հանդեպ առավելություն։ Ուրեմն այստեղ հարց է առաջանում. ինչու համար է կենդանեակին պետք առավելությունը։ Երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ հաջորդ բանը, ինչի համար որ ինքը այդ առավելությունը ուզում է, դա վայելքն է։ Որովհետև նա ով որ առավելություն ունի, նա էլ ամենաշատը վայելելու հնարավորություն ունի։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, չէ՞, ուրեմն հիմա այստեղ էս ինչի մասին էր խոսքը։ Ասվեց, որ Տեր Բրահման ինքը առաջին հերթին արարեց ինքնախաբեությունը։ Երբ որ կենդանեակը ինքը գոյություն ունի հոգևոր աշխարհում, այն դիրքը, այն հարաբերությունները, որը ասենք իրեն տրված է հոգևոր աշխարհում, հավերժ է։ Հիմա կենդանեակը ինքը ունի ազատություն, եւ այդ ազատության մեջ ինքը չի բավարարվում իր դիրքից։ Հասկանում եք, չի բավարարվում իր դիրքից եւ հետեւաբար անմիջապես այդ խնդիրն է առաջ գալիս, որ իսկ որտեղ ինքը կարող է իրականացնել այդ ցանկությունը։ Որովհետեւ կենդանեակը ինքը իր էներգիաները չունի։ Ինքը չի կարող իր համար տարածք ստեղծի, որտեղ ինքը իրականացնի իր այդ ցանկությունը։ Դա կարող է անել միայն Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եվ այստեղ կա կենդանեակի եւ Աստծո միջև կա մի շատ կարևոր գաղափար։ Գերագույն Աստծո ազնվորությունը
երբեք չի չարաշահում իր դիրքը։ Ինքը երբեք չի չարաշահում կենդանեակի կախվածության հանգամանքը։ Հասկանում եք, եւ սա ինքը ահավոր կարևոր կետ է։ Եվ ուրեմն, սիրելիներս, այդ կենդանեակը օգտվելով իր անկախությունից չի բավարարվում եւ ցանկություն է ունենում ինչ-որ ուրիշ, ուրեմն, իրականության մեջ հայտնվել։ Հիմա տեսեք, այսինքն կենդանեակը ինքը ունի իր հավերժ հոգևոր մարմինը, որին համապատասխանում է որոշակի դիրք։ Եթե ինքը չի ընդունում իր դիրքը, դա ավտոմատիկ նշանակում է, որ ինքը չի ընդունում իր մարմինը։ Այստեղից է, որ, այսինքն երկու պատճառ կա, որի պատճառով Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արարում է նյութական աշխարհը։ Առաջինը դա է, որ երբ որ կենդանեակի սրտի մեջ մտավ նախանձը, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպիսի կենդանեակներին դուրս բերելով նյութական աշխարհ, առաջին հերթին հոգ է տանում հոգևոր աշխարհում ապրող կենդանեակների երջանկության մասին։ Այսինքն ինքը հասկանում է, որ եթե խնդիրը նախանձն է, ապա հոգևոր աշխարհում կսկսվի այն իրադրությունը, որը կա հիմա նյութականում։ Կենդանեակները կսկսեն իրար հետ մրցակցել, իրանք կսկսեն թշնամանք տածել միմյանց հանդեպ։ Այսինքն բանը հոգևոր աշխարհը իրականում կվերածվի դժոխքի։ Բայց որովհետև այն կենդանեակները, որոնք իրենք ընդունում են իրենց դիրքը եւ այդ դիրքի հիմքի վրա հարաբերվում են Գերագույն Աստծո ազնվորության հետ, հա, եւ վայելում են նրա հետ հարաբերությունները, նրանք հենված են մաքուր սիրո վրա եւ իրենք արժանի չեն, որպեսզի իրենց կյանք մտնի անհանգստություն։ Ես չեմ խոսում տառապանքների մասին, որտեղ կենդանեակը ինքը նախանձից կարող է սարսափելի դաժան, ուրեմն քայլերի դիմել։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ տեսեք, ուրեմն այստեղ առաջ է գալիս այդ գաղափարը, որ առաջինը դա նա է, որ այդ հոգևոր աշխարհում ապրողները իրանք արժանի չեն, որ իրենց կյանք մտնի անհանգստություն։ Եվ դրա համար նախանձները պիտի դուրս գան այդ հասարակությունից։ Սա առաջինը։ Երկրորդը, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր վրա կամավոր պարտականություն է վերցրել կատարել կենդանեակի ցանկությունները, որովհետև կենդանեակը ինքը իրանով իր ոչ մի ցանկությունը չի կարող կատարել, ինքը ռեսուրս չունի, ոչ մի էներգիա իրանը չի։ Եվ երբ որ կենդանեակը ինքը, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ որոշումը ընդունում է, չէ՞, այսինքն ինքը ասում է. դու ուզում ես քո դիրքը փոխես։ Խնդրեմ, բայց ոչ այստեղ։ Դրա համար վերցրու քո համար հատուկ ուրեմն աշխարհ, ես այդտեղ կուղարկեմ բոլոր նրանց, ովքեր որ ուզում են իրենց դիրքը փոխել, հա, եւ ուրեմն դուք այդտեղ ձեզ համար ինչ ուզում եք կանեք։ Հիմա տեսեք, այդ անցումը, չէ, երբ որ մենք ասում ենք կեղծ ես, որն է ինքնախապեյության բանը, մարմնավորումը, դա կեղծ եսն է, այսինքն մեր նյութական մարմինը։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն կենդանեակը, օրինակ, հիմա հենց այս պահին ես հոգևոր աշխարհում ունեմ ինչ-որ մի հատ մարմին, ինչպես եւ ձեզանից բոլորը, չէ՞։ Բայց եթե ես ինձ նույնացնում եմ այս մարմնի հետ, ես զբաղված եմ ինքնախապեյությամբ, որովհետև ես երևակայում եմ ինձ ինչ-որ մի բան, որ իրականում ինձ հետ իմ իրական եսի հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ Բhagavad Gita-ում իմенно այդ գիտակցությունը Տեր Քրիշնան ինքը հայտարարում է խելագարին գիտակցություն։ Հասկանում եք։ Այսինքն այդ ինքնախապեյությունը դա նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանի էակների հոգեբանական հիմքն է։ Իսկ ինչ է նշանակում ինքնախապեյություն։
Այն ամենը ինչ որ մենք այդ միջև գներեք այն ամենը ինչ որ մենք միջև այս պահը քննարկեցինք հոգու մասին, չէ՞։ Ինքը խոսում է նրա մասին, որ ինքնախաբեությունը դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը իր մեջ երևակայում է իր մասին մի բան, ինչը որ ինքը չկա։ Հասկանում եք։ Եվ տեսեք այդ ինքնախաբեությունը ինքը, երբ որ արդեն կենթանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, այդ ինքնախաբեության գործոնը ինքը նյութական աշխարհում չի թուլանում, այլ շատ դեպքերում ավելանում է, չէ՞։ Որտեղ է երևում այդ ինքնախաբեությունը։ Ինքնախաբեությունը ամենաուժեղ կերպով արտահայտվում է նրա մեջ, որ ամենավերջի սրիկան համարում է իրան երջանկության արժանի։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ինքը իրան խաբում է, ինքը իր մասին չի կարողանում նայի ճշմարտությանը եւ ընդունի, որ ինքը արժանի է տարապանքի։ Եվ դա կոչվում է ինքնախաբեություն։ Հա, ուրեմն երկու բան կոչվում է ինքնախաբեություն։ Առաջինը դա նա է, որ կենթանիակը երևակայում է իրան այն ինչ ինքը չկա, հա։ Եվ երկրորդը դա նա է, որ այն ինչ ինքը կա, այդ դրա մեջ ինչքան էլ կենթանիակը ինքը ստոր լինի, ինքը միևնույն է համարում է, որ ինքը երջանկության արժանի է։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ սկզբունքը մահվան վախը։ Հա, տեսեք, եւ այստեղ ինչ որ թվում է, չէ, որ Տեր Բրահման ինքը ինչ որ բաներ է հիմա այստեղ արարում, որոնք իրանք կենթանիակին պարտադրվում են։ Այսինքն այստեղ այսպես է խոսքը, էլի, որ կենթանիակները պիտի իրանք իրաց խաբեն։ Կենթանիակները պիտի վախենան մահից։ Իրանք պետքա ջղայն լինեն, հա։ Հասկանում եք, իրանք անպայման պետք է ունենան բաներ, ասեք, հույսերի խափանում։ Չէ՞, այդպես այս նեգատիվ բաները կենթանիակին պարտադրվեն, բայց իրականում ինքը ոչ թե պարտադրվող է, այլ Տեր Բրահման ինքը հասկանում է, թե նյութական աշխարհում կենթանիակը ինքը ինչ կարիքներ ունի եւ ինչ իրականությունների է հանդիպելու։ Հիմա տեսեք, նյութական աշխարհի գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ կենթանիակը ինքը փորձ է կատարելու, չէ՞, փորձ է կատարելու իր համար հաճելի դիրք զավթել։ Բայց մյուս կողմից ինքը հայտնվում է մի աշխարհում, որտեղ այդ նույն բանին ձգտելու են բոլորը։ Եվ սա նշանակում է, որ առնվազն պայքար է սկսելու։ Չէ՞, եւ կենթանիակը ինքը այդ իր նախասկզբնական ցանկությունը իրականացնելու համար պատրաստ է ցանկացած դաժանությունների, առանց ընդհանրապես խղճի խայտի։ Չէ՞։ Եվ տեսեք, ասեք, հիմա, եթե մենք խոսում ենք նախանձի մասին, չէ՞, նախանձը դա նշանակում է քո տեղը։ Հա, ես կուզենայի լինեի, ես միշտ ասում եմ, կա ամեղ վիճակ, երբ որ ազնվորությունը ինքը ուզում է, այսպես, քո պես։ Այսինքն դու մնում ես քո տեղում։ Ես էլ մի հատ ուրիշ տեղում, իմ կյանքում ուզում եմ լինեմ քո պես։ Այսինքն, օրինակ, եթե դու փառք ունես, ես նայում եմ, ես ուզում եմ ես էլ փառք ունենամ։ Այսինքն իմ կյանքում, իմ շրջապատում ուզում եմ ունենամ փառք, կամ ուզում եմ ունենամ գեղեցկություն, կամ ուզում եմ ունենամ ուժ, այն 6 արժանինքներից որևիցե մեկը, չէ՞։ Հիմա, իսկ որ դա նախանձ չի,
Իսկ որն է կոչվում նախանց։ Նախանց է կոչվում, երբ որ ես ուզում եմ քո տեղը։ Ես ուզում եմ հենց քո փառքը։ Այն նրա մեջ եմ փառք ուզում, ինչի մեջ որ դու փառք ունես։ Հա, տեսեք հիմա։ Այ որպեսի ազնվորությունը զբաղեցնի օրինակի համար իմ տեղը։ Ինչ է պետք։ Պետք է որ ես չլինեմ։ Մենք հոգու մաքրագործման հոգևոր զարգացման փուլերը սեմինարի մեջ դες այդ վերջի անգամ քննարկեցինք, չէ՞ այդ թեման, որ ասենք այդ ուզում եմ որ ես չլինեմ, հա, բայց ասված է որ երբ որ կենթանեակը ինքը հենց մտավ նախածի զգացումի մեջ, ինքը դառնում է անարդար, ստախոս, խորամանկ եւ դաժան։ Հասկանում եք։ Իսկ դաժանության այդ գագաթնակետը դա սպանությունն է։ Թեկուզ իհարկե այդպես չի։ Կան տառապանքներ, հա, որոնք իրենք այնպես են, որ ասում են այնպեսի տառապանք կտան, որ մահ կխնդրես ու չես ստանա, չէ՞։ Հասկանում եք։ Այսինքն իրականում կենթանեակի համար ամենաուժեղ տառապանքը դա ցավն է։ Երկարատև եւ դաժան ցավերը, չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, եւ ասենք այդ հանգամանքում, երբ որ ես ուզում եմ քո տեղը, այդտեղ, եթե ես համել արդարությունից ու ճշմարտությունից ու բարիությունից արդեն այս կողմը եկած եմ, չէ՞, եթե ինձ արդարությունը չի երիքում, դա չի հետաքրքրում, դա արդեն նշանակում է, որ ես պատրաստ եմ լինեմ դաժան։ Եվ այդ դաժանության արտահայտումների մեջ ամենաուժեղը դա սպանելն է։ Այստեղից է նյութական աշխարհի մարմինների ժամանակավորության առաջի պատճառը, որ ինքը կենթանեակը ցանկություն է ունենալու սպանելու։ Հասկանում եք։ Իսկ երկրորդ գործոնը դա նա է, չէ՞, որ կենթանեակը ինքը, ասենք, օրինակ վերցնում ենք իր մի կյանքը, չէ՞, ինքը ինչ-որ մի հատ դիրքի է արժանացել։ Հիմա ինքը փորձում է իր համար ցանկալի դիրք ստանա, չէ՞։ Եվ այդ ցկտումների մեջ, օրինակ, ինքը ինչ-որ մի կյանքում շատ կենթանեակների ցավացնում է, տառապանք է պատճառում, մենք ասում ենք գլխի վրայով անցնելով, ինչ-որ մի դիրքի է հասնում։ Այդ դիրքը վայելում է։ Հետո պիտի գա, չէ՞, մի հատ ժամանակ, երբ որ դա պիտի կանգնի։ Հասկանում եք, որտեղ մրցակցության մեջ ամեն պահի ինձ կարող է ինչ-որ մեկը հաղթել։ Երբ որ ինքը հաղթեց, գալիս է իր ժամանակը։ Այ դրա համար արդեն նախատեսված է, այսինքն երկու պատճառով, մենք հիմա քննարկում ենք, թե ինչ պատճառով կա մահը։ Որ հետո քննարկենք, թե ինչու կա վախը, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, եւ ասենք առաջինը դա է, որովհետեւ եթե ես նախանձ եմ, ես ուզում եմ ոչնչացնեմ այն ազնվորությանը, որին ես նախանձում եմ, չէ՞։ Եվ ասենք մենք գիտենք, որ այդ սպանությունը ինքը միայն զենքով չի, զենք պլյուս մագիա, չէ՞, այսինքն բիրտ ուժ պլյուս նուրբ ուժ։ Եվ այդ ամեն ինչով կարելի է մարդուն այնպիսի վիճակի այնպես սպանել, որ ինքը դա սպանության մի ձև է, որի դիմաց ոչ մեկ պատասխան չի տալիս, որտեղ ոչ մեկ չգիտի, թե իրականում, ասենք, ով ինչով է զբաղված։ Եվ հատկապես աստվածամեժության դարաշրջանում այդ տիրույթը ինքը լցված է ուղղակի կեղտով, դաժանությամբ, չարարարքներով, անարդար եւ այլն եւ այլն, չէ՞, բայց ոչ մի կերպ ընդհանրապես հնարավոր չի ոչ մեկի վրա ոչ մի բան ապացուցել, չէ՞։ Դրա համար ասենք դա, ասենք, մի տիրույթ է, որը չի մտնում արդարադատության դաշտ, բայց որտեղ ահավոր հանցագործություններ են կատարվում, մարդկային երջանկության փլուզում, չգիտեմ, այսպես է, լիքը թեմաներով, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ուրեմն առաջինը դա է, իսկ երկրորդը դա նա է, որ գոյություն ունի հերթի գաղափարը, հա, որտեղ պայքար է գնում
Հիմա սա հաղթեց, հետո նա հաղթեց, հետո այն մյուսը, հիմա սա հատկապես եթե կրոնականության միջոցով հիմա սա ասկեզաներ արեց եւ արժանացավ, որ ինչ-որ բան ունենա, սա ճգնություններ արեց եւ արժանացավ, չէ, եւ որպես հերթականություն է գալիս, այսինքն եւ անձնական կենթանիակը, ասենք, ինքը կարող է իր առաջ ինչ-որ մի հատ նպատակ դնել, չէ, հասնել այդ նպատակին, բայց համոզվել, որ այդ նպատակներ իրեն չբավարարեց, այդ դիրքներ իրեն չբավարարեց, որ ինքը համարի, որ հա, այս դիրքում ես ուզում եմ լինեմ մինչև կյանքիս վերջ։ Հասկանում եք։ Եվ հետևաբար ուրեմն, այսինքն կա սուբյեկտիվ մահվան պահանջը, երբ որ կենթանիակը պրոստը ուզում է հնարավորություն ունենալ ինչ-որ մեկին սպանելու, չէ, եւ օբյեկտիվ։ Այսինքն, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունն է հասկանում, որ այստեղ այս անձնավորության կյանքի վերջը պիտի գա։ Եվ դա միայն վատ չի։ Ես այստեղ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում նրա վրա, որ մենք պետք է հասկանանք, այսինքն մենք պետք է նայենք, թե մարդը ինքը ինչպես էր ապրում։ Եթե ինքը ապրում էր մեղավոր կյանքով, ապա այո, իհարկե, մահը իր համար դա վատ գիծ է, որովհետև դրանից հետո ինքը գնում է պատասխան տալու իր գործած արարքների համար։ Բայց եթե ազնվորությունը ինքը առաքինի է եղել եւ օրինակ ապրել է աստվածամերժության դարաշրջանում, չէ՞, իսկ դա նշանակում է, որ ինքը դժբախտ է, որովհետև ինքը առաքինի է, բայց շրջապատված է արատավոր ազնվորություններով։ Իսկ դա ինչ է նշանակում, որ արատավոր ազնվորությունները իրենք ընդհանրապես տրամադրություն չունեն, մտադրված չեն առաքինի ազնվորություններին թույլ տալ, որպեսզի իրենք լինեն երջանիկ։ Արատավոր ազնվորությունները առաքինի ազնվորություններին միայն օգտագործում են։ Եվ դրա համար է, որ մեր դարաշրջանում հոգևոր մարդկանց համար ամենակարևոր առաջադրված որակը դա համբերությունն է։ Հասկանում եք։ Եվ ես միշտ ասում եմ, ես հենց համբերություն բառի վրա եմ հասկացել, թե ինչպիսի մեծ նշանակություն է պետք տալ արիացիների գաղափարախոսությունը հետազոտելու ընթացքում բառերի իմաստին, որովհետև այն իմաստը, որը մենք ենք հիմա ընկալում այդ բառի տակ, իրենք լրիվ ուրիշ բան են հասկացել։ Չէ, օրինակ այդ համբերության բանը ինքը շատ լավ իր ցույց է տալիս, էլի, տեսեք, երբ որ մենք ենք ասում համբերություն, դա նշանակում է գոյություն ունի վատ իրադրություն։ Եվ այդ իրադրությունը հնարավոր չի փոխել։ Դա պիտի ուղղակի համբերես։ Տեսեք, սա ինչ-որ մի հատ անհույս սիտուացիայի հանդեպ հոգևոր մարդու պահանջվելիք ուրեմն բանն է, տրամադրությունը։ Այսինքն դու ոչ թե պիտի փորձես լավացնել կամ փորձես օգնես, որ դիմացինը զարգանա, փոխվի, հա? Ոչ թե պիտի հեռանաս այդ ազնվորությունից, որպեսզի կարողանաս շնչես հանգիստ քո կյանքն ապրես, այլ դու պիտի համբերես մինչև կյանքիդ վերջ, համբերես այդ տառապանքը։ Այսինքն պիտի լինես հոգևոր մարդ եւ ծայրահեղ դժբախտ։ Սա է, չէ՞, բանաձևը վերջնականը։ Հույս ունենալով, որ դրա դիմաց բահից հետո դրախտ ես գնալու։ Դա չաշխատող հույս է, այսպես ասենք։ Դրա համար էլ չի հաջողվում այնպես անել, որպեսզի քրիստոնյաները իրենք հետևեն քրիստոնեության սկզբունքներին, չէ՞։ Եվ իրենք ապրում են որպես աթեիստներ, գնում են եկեղեցի եւ համարում են, որ քրիստոնյա են։ Բայց քրիստոնեության ոչ մի սկզբունքը չեն պահպանում։ Պահպանում են մուսուլմանները, բայց պահպանում են բռնության հաշվին։ Որովհետև դաժան պատիժներ կա, եթե չպահպանես։ Այստեղ ուղղակի քարոզ կա կամ հոգեբանական ազդեցություն կա, չէ՞։ Հասկանում եք։ Իսկ այնտեղ բան, ну, в общем, да, չքննարկենք հիմա, վտանգավոր է իրենց ձեռք տալը, իրանք շատ են։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս։
Այսինքն այսա ինքը շատ կարևոր կետ է։ Հիմա տեսեք, եւ ասեք ազնվորությունը, չէ, որը ինքը եկել է այդ նպատակը իրականացնելու, եթե ինքը դա մեղավոր գործունեության հաշվին է արել եւ ինչ որ դիրքի է հասել, պիտի գա, չէ, ինչ որ մի հատ պահի, որ ինքը պիտի պատժվի։ Այ որ ինքը պիտի պատժվի, դա նշանակում է իր տեղը պիտի ինչ որ մի հատ ուրիշ կենտրոնայակ զբաղեցնի, չէ։ Ուրեմն այս ազնվորությունը ինքը պիտի վերանա, չէ։ Այ գնաց պատժվելու։ Հիմա խո, այսինքն էդի միշտ նույն մարմնի մեջ դա հնարավոր չի իրականացնել։ Այդ փոփոխությունները, այդ տրանսֆորմացիաները հնարավոր չի, որտեղ կենտրոնայակը ինքը կարող է այնպիսի մեղքեր գործի, չէ, որ մարդկային մարմնից հետո արժանանակ կենթանական մարմիններում դժողքից հետո ծնվում են կենթանական աշխարհում։ Մարդ չի ծնվում։ Մարդու կյանքը հենց դրանով էլ այդքան արժեքավոր է, որ չարժի մարդու կյանքի մեջ կենթանու նման ապրել, հասկանում եք, տեսեք, այն նրանք, ովքեր տակից են գալիս, չէ, իրանք այդ վախը սպոնտան ունեն, էլի, որ նորից չհայտնվեն դժոխքում, որտեղ տառապանքը թարմ է, իրանք լավ հիշում են, ոչ այսպես պարզ, այլ որպես վախ է արտահայտվում տառապանքի հանդեպ, չէ, դժոխք բառից սարսափում են, հասկանում եք, հիմա տեսեք, ուրեմն կենթանայակը ինքը դեգրադացիայի ճանապարհին, ինքը չի վախենում մեղքեր գործելուց, բայց երբ որ ինքը նոր է դժոխքից դուրս եկել, ինքը խուսափում է մեղքեր գործելուց, այսինքն ուրիշներին տառապեցնելուց, այսինքն ասեմ, որ կա ինչ-որ օբյեկտիվ պատճառ, որով կա մահը։ Հիմա հավերժ հոգին հայտնվում է ժամանակավոր մարմինների աշխարհում, չէ՞։ Եվ կամ հոգեբանության տեսանկյունից պատժվելու, հատկապես մահով պատժվելու, չէ՞։ Այդ մահով պատժվելու վախը ինքը շատ դեպքերում կենթանայակին զսպում է, որ ինքը վատարարք կատարի։ Վատարարքներ հիմնականում կատարում են նրանք, ովքեր հույս ունեն, որ չեն մտնվելու։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն երկրորդ գործոնը դա այդ է։ Մարմինը ինքը օբյեկտիվորեն նյութական աշխարհում պետք է լինի ժամանակավոր, որպեսզի կենթանայակը ինքը կարողանա իր բոլոր ցանկությունները իրականացնի, չէ՞։ Եվ դա պարտադրում է, որ մահ լինի։ Նախանձը ինքը ենթադրում է այդ ոչնչացումը եւ այդտեղից է գալիս, որ նյութական աշխարհում դա նախանձի հիմքի վրա է, էլի, որ նյութական աշխարհը ինքը այդպես է կառուցված, որ մի կենթանայակը մյուս կենթանայակին կարող է ուտել։ Հասկանում եք, այսինքն դրա հաշվին է նյութական մարմինը ինքը գոյություն ունենում, ինչ որ մեկի այդ ծայրահեղ կյանք խլելու հաշվին։ Սա շատ է դաժանացնում, էլի, իրականում նյութական աշխարհը, եթե ազնվորությունը ինքը այսպես էլի 2 րոպե իր ուղեղը միացնի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, այդ ինքը Բրահման ինքը հիմա հաջորդ հոգեբանական գործոնը, որը ինքը շատ ուժեղ գործոն է նյութական աշխարհում, դա մահվան վախն է։ Չէ՞։ Հիմա տեսեք, մահվան վախը հաջորդը թվարկվեց ջղայնությունը, հա, որ ջղայնությունը, այսինքն ինչից է կենթանայակը ջղայնանում։ Ինքը ջղայնության մեջ է մտնում, երբ չի կատարվել իր ցանկությունը, եւ հատկապես երբ որ ինքը հույսը կորցրել է, որ կարող է կատարվի։ Դրա համար ասվեց, չէ, որ երբ որ բան է, էլի, հույսերի փլուզումից հետո, հույսերի փշրվելուց հետո, ուրեմն առաջանում է, ուրեմն ջղայնությունը, առաջանում է զայրույթը, չէ՞։ Այսինքն տեսեք, սա բնական երևույթ է, չէ՞։
Բայց հիմա կենթանեակը ինքը այստեղ ինչի մասին է խոսքը գնում էլի, որ կենթանեակը ինքը պետք է ունենա հոգեբանական բաներ, հոգեբանական հնարավորություններ, հասկանում եք, ինքնախապեյությունը դա հոգեբանական հնարավորություն է, հա, հիմա այդ մահվան վախը դա հոգեբանական հնարավորություն է, որը թույլ է տալիս, հնարավորություն է տալիս, որ կենթանեակը ինքը ինքնապաշտպանությամբ զբաղվի, չէ՞։ Հիմա տեսեք, հոգևոր աշխարհում կենթանի էակը ինքը ջղայնանալու ոչ մի առիթ չունի։ Հիմա ջղայնության ունակությունը ինքը իրան այստեղ տրվում է, որպես ինչին ռեակցիա, այ որ կենթանեակը ինքը ինչ-որ հույսեր ունի այս աշխարհի հետ կապված, եւ չի կարողանում այդ հույսերը իրականացնի։ Հա, չիրականացված ցանկությունը միշտ ջղայնություն է առաջացնում։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք օրինակ ասենք, չէ՞, մենք պետք է հասկանանք, որ ջղայնությունը դա ինքը հիմնականում քննարկվում է որպես գիտության գոյավիճակի որակ, բայց այստեղ կա մի հատ ջուր կարծիք։ Մարդիկ իրանք մեկ-մեկ մտածում են, որ առաքինի անձնավորությունները իրանք երբեք չեն ջղայնան։ Սա սխալ գաղափար է։ Հասկանում եք։ Ահա որ սխալ գաղափար է, որովհետև իրականում, չէ, ուղղակի այդ եւ առաքինության մեջ, եւ կրքերի, եւ տգիտության մեջ կա ջղայնություն։ Ուղղակի տգիտության մեջ ջղայնությունը ինքը էգոցենտրիկ է եւ անարդար։ Կրքերի մեջ կարող է լինել արդար, կարող է լինել անարդար, կարող է լինել էգոցենտրիկ, կարող է լինել տարածված էգոիզմի շրջանակներում։ Առաքինության մեջ ջղայնությունը դա այն ջղայնությունն է, որը կենթանեակը ջղայնանում է, երբ որ հանդիպում է այս աշխարհում երևույթներ, որոնք ավելացնում են աշխարհում տառապանքը։ Այսինքն անարդարությունները, դաժանություն են մտցնում, ագահություն եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ինքը ջղայնանալու ունակությունը հոգևոր աշխարհում ընդհանրապես չկա։ Ջղայնանալու առիթ չկա։ Հասկանում եք։ Իսկ նյութական աշխարհում ինքը պետք է լինի։ Հիմա հաջորդը դա կեղծ սեփականության զգացումն է։ Այս կեղծ սեփականության զգացումը ինքը շատ հետաքրքիր հոգեվիճակ է, ինչու համար, որովհետև տեսեք օրինակ, չի ասենք, ինչպիսին է իրականությունը հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում կենթանեակները իրենք քաջ գիտակցում են, որ ամեն ինչ պատկանում է Աստծուն, որ ինչ էլ այդ իրանց մարմնից սկսած, մինչև ինչ որ իրանք հոգևոր աշխարհում ունեն չունեն, դրա հիմքը գերագույն Աստծո անձնավորությունն է։ Չէ՞։ Հիմա կենթանեակը ինքը հրաժարվել է Աստծո հովանավորությունից։ Աստված ինքը թաքնվել է։ Եվ նյութական աշխարհը դա հենց Աստծո այն էներգիան է, մենք սա բազմից ենք քննարկել, չէ՞։ Դա հենց այն էներգիան է, որը պիտի ցույց տա, որ նյութական աշխարհը ղեկավար չունի, որ նյութական աշխարհը տեր չունի։ Ինչու համար, որպեսզի կենթանեակը, որը ուզում է իրան իշխող զգա, ուզում է իրան գլխավոր վայելող զգա, կարողանա նյութի հետ վարվել ըստ իր կամքի։ Որն է այդ ըստ իր կամքին։ Ես ունեմ երկաթ, կուզենամ կսարքեմ կաթսա, մետաղ, ոչ թե երկաթ կներեք, մետաղ, կուզենամ կսարքեմ կաթսա, կուզենամ կսարքեմ զենք։ Եվ երկուսն էլ վերջում կհամարեմ իմը։ Չէ՞։ Եվ տեսեք, սա այդ կեղծ սեփականության զգացումը, չէ՞, որ չկա այդ զգացումը, էլի, որ ամեն ինչը իրականում պատկանում է Աստծուն։
Եվ գերագույն Աստծո ազնվորությունը ըստ կենդանիակների, ճիքերի, նրա արժանինքների իր տրամադրության տակ է դնում ինչ-որ մի նյութական ռեսուրս, որը կենդանիակը համարում է իրենը։ Հոգևոր մարդը ինքը գնում է այն ճանապարհով, որ ասում են Աստծուն է վերադարձնում։ Հա, այսինքն որ դա ինչ որ կա, դա քո սեփականությունն է։ Ուղղակի դու տվել ես, որպեսզի ես ժամանակավոր ուրեմն օգտագործեմ, որովհետև ըստ քեզ ես այս սրան եմ արժանի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ամենավերջի որակը դա բանն էր, ասեք, սեփական էության մոռացությունը։ Կարելի ասել, որ այս սեփական բանի ինքնության մոռացությունը ինքը շատ նման է առաջի պունկտի, չէ, ինքնախապեյությանը։ Հա, բայց ինքը այդպես չի գալիս, էլի։ Կենդանիակը ինքը երբ որ ինքնախապեյություն, դա նշանակում է, որ ինքը երևակայում է, թե ինքը ով է։ Իսկ մոռացություն նշանակում է, որ ինքը մոռանում է, թե ինքը ով է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ այստեղ նկարագրված է, թե կենդանիակը ինչ էմոցիոնալ, ինչ հոգեբանություն է ձեռք բերում, որի հետևանքով ընդհանրապես մոռանում է, որ ինքը հոգի է։ Հա, եւ այստեղ թվարկվեց այդ հերթականությունը։ Ինքնամոռացություն, հա, բան, ինքնամոռացություն չեք ներեք, ինքնախապեյություն, մահվան հանդեպ վախ, ուրեմն ջղայնություն, որը առաջանում է երազանքների փլուզումից, հա, եւ կեղծ սեփականության զգացմունք։ Այս ամեն ինչը իրենք ստեղծում են կենդանիակի համար, այդ էլի իլյուզոր կոնցեպցիա իրենց կյանքի, եւ կենդանիակը ինքը այստեղ միանում է այս նյութական աշխարհին ամբողջ երկիտակցությամբ եւ մոռանում իր իրական հոգեվոր հավերժ բնությունը։ Եվ այսօր այսքան։